Մեծարգո նիստը նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ճիշտ ասած կառավարության այս ծրագրի մասով չհասցրեցի ելույթ գրանցվել եւ ուզում եմ իմ հայրենակիցներին մի բան ասել։ Սիրելի հայրենակիցներ, սա կառավարության ծրագիրն է Հայաստանի Հանրապետության գերբով եւ դրոշով։ Այս գրքի մեջ այնքան լավ բաներ կա գրած ձեր ու ձեր կյանքի բարելավման հետ կապված։ Դպրոցների շինարարություն, մանկապարտեզների շինարարություն, ճանապարհների, ջրամբարների, չգիտեմ, ջրագծերի, մի խոսքով ձեր կյանքը ավելի հեշտացնելու բավականին մեծ ծրագիր, նաև որ մեզ մեղադրում են գյուղատնտեսությունը ըստ էության հետ տանելու մեջ, այստեղ գրված մի հետաքրքիր բան կա գյուղատնտեսության մասին, մենք գրել ենք, որ մենք ձեռք ենք բերելու շուրջ 3000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա։ Սիրելի հայրենակիցներ, շուրջ 3000 գյուղատնտեսական տեխնիկա։ Տարեկան 1500 հեկտար ինտենսիվ այգիներ։ Շուրջ 8000 հեկտար հողատարածքներում ներդրվելու է ջրախնայող համակարգեր։ Մի խոսքով, շատ հետաքրքիր լավ բաներ։ Այս ծրագրին այսօր ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Ես ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, իմ ժողովուրդ, ձեր ցավը տանը։ Մեր ընդդիմությունն ինչքան լավ բան կա դրան դեմ է։ Ձեր թոշակը բարձրացրել ենք, ասում ընտրակաշառք եք տվել, այսինքն ինչա դուրս գալիս, մենք սրանից հələ 5 տարի ու դրանից հետո էլի ենք ավելացնելու, էլ տես պարբերաբար ավելացնելու ենք, որ դա համարվի ընտրակաշառք, դու դրան համաձայն եք, թե չէ։ Այստեղից ասում ենք դպրոց ենք սարքել, ասում են դպրոց սարքելը վատ է, ասում ենք մանկապարտեզ ենք սարքել վատ է, ասում ենք ճանապարհներ ենք սարքել, ասում են դե ճանապարհը անորակ եք սարքել, նորից փող եք վճարել, որ նորից սարքեն, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, մենք ոչ մի գումար չենք վճարում ասֆալտապատումը վերականգնելու համար, դա նրանք 5 տարի երաշխիքի մեջ են եւ եթե ինչ-որ խնդիր լինում է, կառուցապատող ինքը ըստ էության բերում եւ նորից վերականգնում է, այստեղ խոսվեց Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածի մասին, դա ուղիղ երաշխիքի մեջ է, որը պետք է կառուցապատողը գա եւ նորից կառուցի։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այստեղ ասում են, չգիտեմ, մեր գործընկերներից ընդդիմությանով էր, ասում է տների վարձերը թանկել է։ Հարգելի դիմադիրներ, վարձով տուն տվող կամ վարձով տարած տվողը դու եք, ու մենք չենք։ Ու ես վարձով տարած չունեմ որ տամ։ Դուք եք վարձով տարածները տալու, մի թանկացրեք։ Հələ որ դու չթանկացնեք, տնանք ով է թանկացնելու, Ժորժ ջան։ Ինչի մասին ենք մենք խոսում։ Ասում է բանը։ Ասում է, որ արտահանումները փակվել է ու տնտեսության վրա դա ազդելու է եւ այլն։ Հարգելի գործընկերներ, այդ արտահանման փակող երկիրը կամ երկրների ղեկավարները ձեր կամ ձեր ղեկավարների ընկերներն են, իմ ընկերները չեն, որ ես հեռախոս վերցեմ, զանգեմ ասեմ բացեք։ Դու պետք է անեք, հիմա թող ժողովուրդը որոշի, մենք ենք այնց արել, որ այդ ճանապարհները փակվի, թե դուք, թող մի հատ ժողովուրդը նստի, մեր նիստերը լսի, մեր ելույթները լսի ու վերլուծություն անի։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն։ Այստեղ ասում է տնտեսական ակտիվությունը կնվազի, եթե այս կամ այն երկրները միասին չպատերազմեն, բա հետո ոնց եք անելու։ Սիրելի գործընկերներ, ընկերներ, ասում ենք տնտեսական 7% աճ, ապահովում ենք։ Հիմա ասել ենք պլյուս դրան պլյուս 6% տնտեսական աճ։ Ապահովելու ենք, մենք ենք իշխանությունը, մենք ենք քաղաքական պատասխանատվությունը վերցնելու։ Դու հիմա եկեք ասում եք, որ քերին կին լներ, մորքուր կլներ, հա, օքեյ։ Այստեղ պարոն Վարդևանյանն ասում է, գիտեք ինչ կա, դիմումա ժողովրդին ասում է, այստեղ սահմանադրական դատարանի որոշումը խախտվում, չգիտեմ, դու պետք է ընտրեիք մեր տեխնացուին եւ այլն։ Երևի պարոն Վարդևանյանն իր դատական այդ բանն էլ ամենայն հարգանքով իր անձի նկատմամբ երևի իր դատեն էլ է տենց անում, որ իր պաշտպանյանների կեսը արդեն դատված են։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ես պատերազմի եռագլուխ կուսակցություն այս դրույթին ավելացնում եմ Հայաստանի դեմ մղվող տնտեսական պատերազմի եռագլուխ կուսակցություն, որտեղ հիմա ըստ էության պատերազմ են մղում Հայաստանի տնտեսության զարգացման դեմ, ինչ հնարավոր է անում են, օտարերկրյա միջամտությունից սկսած մինչև իրենց ձեռքի ունեցած գործիքակազմով։ Ասում է, այստեղից մեր դիմությունն ասում է,
ինչի համար պետքա ավելացվի կամ չգիտեմ ՊՊՑ աշխատակիցները ինչի համար պետքա լինեն ազգային ժողովում, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում սպանվել է ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ այլ պաշտոնյաներ, ովքեր Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի անկախության համար մեծ գործ էին արել։ Հիմա ասում է կորտեժները, անվտանգության աշխատակիցները, Ժորժ ջան, մարդը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, թիկնապա, հարյուրատ թիկնապայով է ֆռում։ Ասում են պետական պաշտոնյաներ պետք է մի հատ անվտանգության աշխատակից ունենան, ընդ որում առանցքային դեր ունեցող պետական պաշտոնյաների մասին է խոսքը։ Հոմեր մասին չէ։ Մենք առանց թիկնապայի էլ նորմալ է։ Հա, ասում է Արևան Վրաստանը եւ Հայաստանը ասենց օրինակներ են բերում, ուզում եմ որպես ֆինանսավարական եւ բյուջետային մշտական գործող հանձնաժողովի անդամ ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, տեսեք Արևան Վրաստանի անշարժ գույքի գնային առաջարկը եւ տեսեք Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնային առաջարկը։ Այսինքն եթե մեր տնտեսությունը ավելի վատնա չէ, մեր հարևանն է, ինչի համար է մեր անշարժ գույքը ավելի թանկ չեմ իրենց, այսինքն ինչի համար է մեր երկիրն ավելի գրավիչ կամ տրանսպորտային միջոցները տեսել եք, այն երկրում էլ, մեր երկրում էլ, եկեք դուրս գանք քաղաք, այսօր այն առաջ տաքսիներ կային, Opel մակնիշի մեքենա, հիմա այդ բոլորը փոխարինվել էլեկտրական մեքենայով, երեք մի քանի օր առաջ ընկեր եկել դրսից, ձեր սիրելի երկրից, ասում էր, ցավտան, մենք էլ ավտո ենք առայեկեր ենք ստե, ուզում ենք զարմացնենք, ասի չէ, դրանից Երևանում տաքսի ենք քշում։ Չէ, Ռուսաստանից։ Ասում է բանա։ Սիրելի հայրենակիցներ, օրինակ ուզում եմ այն մարդիկ, ովքեր հիփոթեկով բնակարան են ձեռք բերել Երևանում կամ հարակից մարզերում, ուզում եմ իրենց ասել, թող իրենք նստեն իրենց տուն ու մտածեն։ Մի քանի տարի առաջ, օրինակ 18 թվից առաջ, իրենք կմտածեին երբևիցե, որ երիտասարդ ընտանիք լինելով կարող են ունենալ իրենց սեփական տունը, սեփական անկյունը, ընդ որում եկամտը արդել հետ վերադարձնենք իրանց։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ չէին էլ մտածի այդ մասին։ Ասում է բանա, դուք պառակտում եք մտցնում եկեղեցի եւ ժողովրդի մեջ։ Սիրելի գործընկերներ, Հարգելի մի րոպե պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան խմբակցության, խնդրում եմ լրություն պահպանել եւ լսել գործընկերոջը։ Այդ ձեր օքեյ, եթե դու եք տենց ասում, ձեր ընկերը, էլ ասելի ուրիշ բան չասեմ։ Իր հանրարարականով Հայաստանի Հանրապետության հայ երեխուն Ռուսաստանի Դաշնությունում կենունք չարեց ոմն տերտեր։ Ասելով, որ գիտեք, իշկա, եթե դուք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն եք համակրում, ես չեմ կարող կնքել երեխային, հաջորդ օրը մուսուլմանի կնքեց։ Ես ասում եմ փաստերով եւ այդ փաստերն անփոփոխ են, որտեվ կա նաեւ տեսաձայնագրություն այս մասին։ Այդ այն տերտերն էր, որ ասում էր ինձ պետք է պահեն թագավորի նման։ Դրա խելքն էլ այդքան է։ Ասում է, հա, հիմա գամ վերջնական Եվրաինտեգրում, հարգելի ժողովուրդ, ընդդիմություն ներկայիս եւ Եվրաինտեգրում։ Չգիտեմ, բան չեմ ասում, ներող կլինեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսեք, պարոն Գրիգորյան, ընդդիմությունն էլ ձեր հետ ամբողջությամբ համաձայն էր։